Հարավային Կորեան այս օրերին կանգնած է իր նորագույն պատմության ամենախորքային և քաղաքական իրավական ճգնաժամում։ Երկրի նախկին նախագահ Յուն Սյուկ Յոլը, որը դեռևս 2 տարի առաջ երկրի առաջին դեմքն էր, այսօր հայտնվել է դատարանի առաջ ամենածանր մեղադրանքներով։ Դատախազությունը նրա նկատմամբ պահանջում է մահապատիժ պետական կարգը տապալելու փորձի համար։ Սա ոչ միայն նախկին նախագահի դատավարությունն է, այլև Հարավային Կորեայի ժողովրդավարության ամրության լրջագույն փորձություն։ Այս ամենը սկսվեց 2024 թվականի դեկտեմբերին, երբ Հարավային Կորեայում քաղաքական լարվածությունը հասել էր գագաթնակետին։ Ընդդիմությունն ու իշխանությունը հայտնվել էին կոշտ դիմակայության մեջ, փողոցներում սկսել էին զանգվածային ցույցեր, խորհրդարանում սուր հակամարտություններ։ Այս ֆոնին նախագահ Յուն Սուկ Յոլը անսպասելի հայտարարեց ռազմական դրություն, իսկ հիմնավորումը հետևյալն էր. Երկիրը կանգնած է ներքին քաոսի և սահմանադրական կարգի խաթարման վտանգի առաջ։ Սակայն այդ որոշումը հասարակության և քաղաքական շրջանակների համար դարձավ շոկային։ Զինվորական ստորաբաժանումները դուրս եկան Սեուլի որոշ հատվածներ և փորձ արվեց սահմանափակել ազգային ժողովի գործունեությունը, սակայն իրավիճակը զարգացավ այլ կերպ, քան նախատեսում էր նախագահը։ Ռազմական դրությունը գործեց ընդամենը մոտ 6 ժամ։ Ազգային ժողովը շտապ նիստ գումարեց և մեծամասնությամբ ճանաչեց նախագահի որոշումը հակասահմանադրական։ Զինվորականները հետ քաշվեցին, իսկ քաղաքական ճգնաժամը տեղափոխվեց իրավական դաշտ։ Մի քանի օր անց 2024 թվականի դեկտեմբերի 14-ին Հարավային Կորեայի ազգային ժողովը սկսեց իմպիչմենտի գործընթացը։ 2025 թվականի գարնանը սահմանադրական դատարանը պաշտոնապես հեռացրեց Յուն Սուկ Յոլին նախագահի պաշտոնից։ Սակայն սա միայն սկիզբն էր։ Պաշտոնանկությունից հետո նախկին նախագահի դեմ հարուցվեց քրեական գործ հեղաշրջման փորձ կատարելու համար։ Դատախազության վարկածով Սուկ Յոլը դիտավորյալ փորձել էր ուժային մեխանիզմների միջոցով պահպանել իշխանությունը, օգտագործել է զինված ուժերը քաղաքական ճնշման նպատակով, խախտել է իշխանությունների տարանջատման սկզբունքը, փորձել է սահմանափակել ազգային ժողովի և դատական համակարգի գործունեությունը։ Իսկ այսօր Սեուլի կենտրոնական դատարանում դատախազությունը պաշտոնապես հայտարարեց իր պահանջը՝ մահապատիժ Յուն Սուկ Յոլի համար։ Դատախազների այս քայլը լայն քննարկման պատճառ հանդիսացավ, քանի որ վերջին տասնամյակներում Հարավային Կորեայում մահապատիժ չի իրականացվել, թեև այն դեռ առկա է օրենսդրությամբ։ Յուն Սուկ Յոլը մեղադրանքը չի ընդունում։ Նա պնդում է, որ իր գործողությունները եղել են սահմանադրության շրջանակներում և ուղղված են եղել պետական անվտանգությանը։ Հարավային Կորեայում հասարակությունը կիսվել է երկու մասի։ Մի հատվածը համոզված է, որ նախկին նախագահը վտանգել է երկրի ժողովրդավարությունը և պետք է կրի ամենախիստ պատիժը, իսկ մյուսները կարծում են, որ մահապատժի պահանջը չափազանց կոշտ է և կարող է վտանգավոր նախադեպ ստեղծել։ Այս դատավարությունը պարզապես նախկին նախագահի գործը չէ, այն պատասխան է 3 կարևոր հարցի. որքանով է պաշտպանված Հարավային Կորեայի ժողովրդավարությունը, արդյոք օրենքը հավասար է բոլորի համար և արդյոք պետությունը պատրաստ է ամենախիստ պատասխան տալ իշխանության չարաշահմանը։ Դատավճիռը դեռ առջևում է, դատարանի վերջնական որոշումը սպասվում է փետրվարին։